Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է պատմական գիտությունների դոկտոր Շանթ Դաշին կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես։ Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ սկսենք մեր զրույցը երեկվա իրադարձություններով, երեք մայրաթոռում այնինչ տեղ ունեցավ, բավական շատ քննադատվեց, քննարկվեց ձեր դիրքորոշումը եկեղեցու իշխանության այս քաղաքականությանը, գործընթացներին, արդյոք իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կհաջողվի հասնել իր գերնպատակին, այն է նա ասել այդ մասին, վեհափառի հեռացմանը։ Դե նախ ասեմ, որ առիթ ունեցել եմ նշելը, որ սա համազգային մեծ ամոթ է, մեծ խայտարակություն է, ինչ որ այսօր Հայաստանում տեղի ունենում։ Պետություն, եկեղեցի այս առճակատումը հերթական անգամ ցույց է դնում այն բարոյական խորը անկումը, ճգնաժամը, ինչ որ մեր երկրում սուր արկա է, մեր հասարակության մեջ արկա է։ Եվ ի վերջո երկար տարիներ բարձրացնող խնդրի մասին, բարոյական ճգնաժամի մասին, անմասն չէին կարող մնալ հասարակության տարբեր շերտեր։ Ի վերջո թե պետական պաշտոնյաները, թե եկեղեցականները ներկայացնում են հասարակության տարբեր շերտեր, եւ բնականաբար հենց բարոյալքման մասին խոսելիս նկատի ենք ունեցել ամբողջ հանրապետության կամ երկրի ժողովրդի տարբեր շերտերի ներկայացուցիչներին, իհարկե ոչ բոլորին, բայց եթե բոլոր շերտերի որոշ ներկայացուցիչների մասին։ Եվ այս բարոյական ճգնաժամը արդեն համազգային ամոթի է վերածվում, այստեղ արդեն մենք տեսնում ենք պետական ինստիտուտների բախում եւ ոչ թե այն նպատակներով, ինչի մասին խոսում են եւ բարձրաձայնում են, այլ ուղղակի պետական ինստիտուտների քայքայում է տեղի ունենում, պետության անկման ժամանակափուլի մեջ ենք մենք ապրում ըստ ինձ։ Այն խնդիրները, ինչ որ իշխանությունները բարձրաձայնել են, իրականում ունեն բազմաթիվ այլ լուծումներ։ Իհարկե լուծումներից մեկն էլ այսպես շակերտավոր ասենք, այն է ինչ որ անում են, բայց սա միտված է բացառապես իրենց իշխանությունը ամրապնդելու եւ իշխանական դիրքերը ուժեղացնելու համար։ Ինչով է եկեղեցին խանգարում նրանց իշխանությանը։ Տեսեք, գաղտնիք չէ, այս մասին շատ ենք բարձրաձայնում, որ եկեղեցում կան խնդիրներ, եկեղեցականների, որոշ եկեղեցականների շրջանակում, բայց արդյոք խնդիրները պետք է լուծվեր այսպես։ Ժողովրդին բախումների տանել, այս սևերի սպիտակների բաժանում ավելի խորացնել, արդեն պրոյեկտել եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ բերել մարդկանց հոգեվոր դաշտ, սա այդ ազգային պարակտման, խորացման միտված քայլեր են, ինչը բնականաբար անհետևանք մնալ չի կարող։ Չգիտեմ, հազարով մի լուծումների տարբերակներ կար, ի վերջո պետական իշխանությունը զրույցների միջոցով, հանդիպումների միջոցով, երկկողմանի քննարկումների արդյունքում, չէ՞ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները լծված են Facebook-ով, սոցիալական ցանցերով, մեդիայով արշավներ իրականացնելու են լծված, այլ ոչ թե իրականում խնդիրների լուծման են գնում։ Խնդիրները չեն լուծվում Facebook-ում, չեն լուծվում հարցազրույցների այսպես տաղավարներում կամ բանավեճներում, նման մակարդակի խնդիրների մասին է խոսքը։ Դրանք լուծվում են այսպես վարակույներից հետ կուլիսներում, այո, քննարկումներում, եւ ի վերջո, եթե դուք մտածում եք խնդիրներ ստեղծողները կամ երկու հակամարտող կողմերը մտածում են պետության ապագայի, հայ ժողովրդի, հայ ազգի ապագայի մասին, պետք է այդ խնդիրները լուծվեն կուլիսներում, առանց նման այսպես ցնցումների, այդքան է, բայց մենք տեսնում ենք, որ եթե ակնհայտ է հիմա, որ առճակատումը գնալով խորանում է, ելքերը, որոնք կարող են լինել, ինչպես կարող ենք կանխել մի կողմից եկեղեցու ձեր ասած արժեքային համակարգի քանդումը, կազմաքանդումը, մյուս կողմից նաև այդ խնդիրների լուծումը եւ իշխանության գրոհը կանխելը, այսպես ասեմ, որովհետեւ այս բառը շատ են վերջին շրջանում ասում իշխանության հասցեն, որովհետեւ մայրաթոռի դեմ երեք էլ շատ էին ասում, փորձում էին գրոհ կազմակերպել։ Ինչպես այս ամեն ինչից ելքերը ինչպես լինի։ Երևի թե այս փակուղային իրավիճակի արդեն ստեղծվում եւ այստեղ 1-2 շատ քիչ են լուծումները մնացել եւ գլխավորը դա իլյուստրացիայի մասին խոսելն է։ Նիկոլ Փաշինյանը իր հերթին խոսում է որոշ հոգեվորականների մասին, նշելով, որ իրենք խորհրդային միության, KGB-ի, ՊԱԿ-ի գործակալներ են, այո, բայց նշում է նաեւ, որ իրավական առումով չեն կարողանում պատասխանատվության ենթարկել, որովհետեւ այն ժամանակ եղել է KGB-ն, KGB-ական համակարգ եւ նորմալ է եղել համագործակցությունը։ Այնինչ պետք է պարզել արդյոք այսօր այդ մարդիկ համագործակցում են ուժային օտարերկրյա կառույցների հետ թե ոչ, բայց միջազգային փորձը նորից պետք է անդրադառնանք
հետխորհրդային շատ երկրներ, մասնավորապես Լատվիան, Լիտվան եւ ընդհանրապես Սովետական միության ճամբարին ազդեցության ոլորտում գտնվող շատ երկրներում, Լեհաստանում, Բուլղարիայում անկախության շրջանում ընդունվեցին մի շարք օրենքներ։ Տեղի ունեցավ լուստրացիա։ Իհարկե միտեղ շատ, միտեղ ավելի կտրուկ, միտեղ ավելի այսպես օրինակ Լիտվայում շատ ավելի կտրուկ է եղել գործընթացը, Էստոնիայում շատ ավելի հանգիստ, ավելի անցնցում է տեղի ունեցել, բայց գրեթե բոլոր տեղերում ընդունվել են օրենքներ, բոլոր այն մարդիկ, ովքեր համագործակցել են KGB-ի հետ, կամ մաս են կազմել ռեպրեսիոն քաղաքականությանը, եւ ոչ միայն ուղղակի ուժային մասնակցությամբ, այլ նաեւ ուղղակի մասնակցությամբ, բոլոր այդ մարդիկ նորանկախ հանրապետություններում իրավունք չունեին զբաղեցնել պաշտոններ։ Սա ըստ էության իմ կողմից առաջարկ է իշխանություններին եւ ընդհանրապես քաղաքական ուժերին եմ դիմում այս կոչով, ասելով, որ բարձրաձայնենք լուստրացիայի մասին կարևորությունը եւ մյուս կողմից թող պետությունը իշխանությունները ընդունեն օրենք, դա կլինի ազգային ժողովի կողմից նախաձեռնված, թե կառավարության կողմից նախաձեռնված գործակալների մասին։ Այո, գործակալների մասին։ Որը Վրաստանում վերջերս տեղի ունեցավ։ Չէ, սա այդ մասին չի, սա նորից եմ նշում, անկախության տարիներին տեղի ունեցող գործընթացի մասին է։ Այլ գործակալների մասին։ Որոնք համագործակցել են Խորհրդային Միության հետ, ՊԱԿ-ի, այսինքն KGB-ի հետ, եւ թող հիմա Հայաստանում այդ գործընթացը սկսվի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր համագործակցել են Խորհրդային Միության KGB-ի հետ, այսպես հատուկ ծառայությունների հետ, առնվազն հիմա Հայաստանում չպետք է զբաղեցնեն որովիցե մի պաշտոններ եւ սա ոչ միայն քաղաքական պաշտոնների կամ քաղաքացիական պաշտոնների, այլ նաեւ բոլոր տեսակի պաշտոնների կամ կարգավիճակ ունեցող մարդկանց մասին է։ Կարծում եք խնդիրը կլուծվի, ներքաղաքական ինչ-որ հարց կլուծվի։ Գոնե այս պահի դրությամբ որոշակի առաջ քայլ կլինի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք այդ անդադար շահարկումները, օտարերկրագործակալներ։ Փաշինյանը անդադ ասում է այդ մասին, բայց տեսեք, ինքը վարչապետ է, եւ որ այդպիսի հայտարարություններ անում, պետք է դրանք քայլեր հետևեն, բայց կան հայտարարություններ, չկան քայլեր։ Ուրեմն ինչի մասին է խոսքը։ Մենք ամենասկզբում նշեցինք այդ մասին, որ սա միտված չէ, այս քայլերը միտված չեն խնդիրները լուծելուն կամ քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն, սրանք քայլեր են անուն իշխանության ամրապնդման եւ պահպանման եւ ժողովրդի մեջ այդ իշխանությունը լավատեղյակ է, բայց գործողություն չանել։ Այո, իշխանությունը լավատեղյակ են, որ հասարակության մեջ կան դժգոհություններ, թե եկեղեցականներից, որոշ եկեղեցականներից եւ իրենք անդադար խոսելով այդ մասին փորձում են շահել հասարակության այդ շրջանակների համակրանքը։ Դա նույնն է, ինչ որ նմանացնենք այդ հակառուսականության հետ կապված, ակնհայտ է, որ հասարակության մեջ, ժողովրդի մեջ նամանավանդ 2020 թվականին պատերազմին եւ դրան հաջորդած տարիներին Ռուսաստանի քաղաքականության արդյունքում մեծ դժգոհության ալիք կա։ Եվ իշխանությունները գիտակցելով դա, դիրապետելով այսպես հասարակական շրջանակներում տիրող խոսակցություններին եւ քննարկումներին անդադար շահարկում են, թե մենք հեռանում ենք Ռուսաստանից, բայց իրականում այդտեղ խորքային իմաստով օվանդակության մեջ ոչ մի քայլ չկա, որով մենք կարող ենք ասել, որ տեսեք, այս քայլով Հայաստանը հեռանում է Ռուսաստանին։ Ոչ, սա պարզապես ֆոն ապահովելու խնդիրն է լուծում իշխանությունը եւ երևի թե աշխատում է արդեն հաջորդ ընտրություններում։ Բայց դες կհակադարձեն, կասեն, տեսեք, վերջին շրջանում առավելապես Հայաստանի իշխանությունը ռազմավարական գործընկերության փաստաթղթեր է ստորագրում Եվրամիության երկրների հետ, ամբողջ քաղաքականությունը տեսնում է Եվրամիության հետ, Արևմուտքի Միացյալ Նահանգներում համապատասխան փաստաթուղթ ստորագրվեց եւ այս իշխանությանը շատ նույնացնում են ավելի պրո արևմտյան ուժերի հետ, քան ռուսական ուժերի հետ, հաշվի առնելով նաև հակառուսական, նաև քաղաքականությունը, հայտարարությունները իշխանության կողմից։ Այստեղ ինչպես եք դուք պրոռուսական իշխանություն տեսնում այս ամեն ինչի մեջ։ Տեսեք, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ եւ այլ կառույցների անդամ, որոնցում Հայաստանը եղել է անկախությունից հետո, արդեն նոր անկախ կարգավիճակում, ոչ մի քաղաքական էական փոփոխություն տեղի չի ունեցել, դեռ ավելին, կան բազմաթիվ շատ օրինակներ, թե ինչպես է Հայաստանը խորացրել ավելի կախվածությունը Ռուսաստանից։ Ի վերջո թե խոսում ենք ռազմավարական կամ գործընկերային հարաբերությունների մասին եվրոպական մի շարք երկրների հետ, հիշենք, որ 2017 թվականի նոյեմբերին Սերժ իշխանությունը, որ անկասկած համարվում է պրոռուսական իշխանություն, ստորագրեց ՍԵՊԱ-ն, այսինքն ասոցիացիան համաձայնագիրը Եվրամիության հետ։
այսինքն ըստ էության համաձայնագրերի ստորագրումը դերևս անգամ եղել է ընդունված ռուսական, այսպես պրոռուսական իշխանություն համարվող Սերժակսյանի իշխանության տարիներին։ Այսինքն համաձայնագրերը ըստ էության դերևս ոչինչ չեն նշանակում։ Իհարկե դրանք քայլեր են, բայց խորքային իմաստով նշեցի քիչ առաջ, որ Հայաստանը շարունակում է պահպանել իր անդամակցությունները բոլոր այն կառույցներում, որտեղ եղել է էական ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Դուք նաև այս շրջանում պատրաստվում եք ընտրությունների մասնակցել, միավորվել եք Արման Թաթոյանի հետ միասին, եւ ուզում եմ հասկանալ, քանի որ մենք արտաքին քաղաքականությունից ենք խոսում, ձեր առաջնային օրակարգում, եթե դուք իշխանություն լինեք, ինչպես է լուծվելու արտաքին քաղաքական այս հարցերը, այսինքն որ ուղղությամբ եք դուք գնալու, ինչպես եք փորձելու Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել, նաև միաժամանակ Եվրամիության։ Ինչ եք անելու եւ չեք անելու։ Պետք է նախ եւ առաջ։ Իհարկե առավել հանգամանալից, այսպես նախընտրական եթե խոսում ենք, խոսենք շատ ավելի ուշ ժամանակահատվածում, երբ ամբողջովին պատրաստ կլինի, այո։ Անընդունելի է կախվածությունը, ինչ որ այսօր Հայաստանը ունի Ռուսաստանից թե ռազմաքաղաքական իմաստով եւ թե տնտեսական կառույցների իմաստով, տնտեսական կախվածության իմաստով։ Սա նախ մեծ խնդիր է։ Բայց նորից գալով միջև քննարկել, թե արտաքին ինչ ուղղություն պետք է ունենաս, նախ պետք է հասկանաս, թե ինչ պետություն ես դու, ինչ ես ուզում, ուր ես ձգտում եւ ուր ես գնում, ինչն է քեզ պետք, եւ այդ դեպքում արդեն պետք է գտնես արտաքին աշխարհում դաշնակիցներ, որոնք լավագույնս պետք է օգնեն, որպեսզի դու իրականացնես քո ներազգային կամ քո արժեվ դրած խնդիրները, պետությամբ եւ ազգի արժեվ դրած խնդիրները։ Այսպես հիմա Հայաստանում շատ բան է տարածված, տենդենց է տարածված ուղղությունների իմաստով, գանք իշխանության դեպի այս ուղղությամբ անպայման գնան կամ գանք իշխանության, ես կարծում եմ, որ այս հարցում նամանավանդ նուրբ հարցում ավելի այսպես պատասխանատու պետք է մարդիկ մոտենան։ Մենք չգիտենք իրականում ուր քաղաքական ուժերը, որոնք ունեն իշխանություն, չեն տիրապետում ըստ էության այդ դիվանագիտական հարաբերություններին, պետությունների հարաբերություններին, ինչը որ միայն հատուկ է իշխանություններին, դժվար է որովհետեւ հստակ կարծիք անպայման ասել եւ ասել 100% մենք անք իշխանության, սա պետք է անենք։ Իհարկե կան սկզբունքներ, որոնց մասին հայտարարում ես եւ ընտրությունների, անկախ ընտրությունների արդյունքից դու շարունակում ես պահպանել քո սկզբունքները։ Ինձ համար խիստ անընդունելի է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակը։ Եվ ոչ միայն խոսքը 20 թվականի, արդեն Հայաստանի անկախությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները, որոնք բնականաբար պետք է լինեն, որպես երկու անկախ միջպետական պետությունների միջպետական հարաբերություններ։ Այդպես չեղավ, հավասարության սկզբունքով չեղավ, եղան կախյալ կարգավիճակային հարաբերություններ, կախյալ հարաբերություններ, բնականաբար հայրենասեր մարդու համար անընդունելի պետք է լինի։ Եվ մյուս կողմից ընդհանրապես այո, մենք շատ խիստ քննադատում ենք Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քննադատում ենք այդ կախյալ կարգավիճակը, բայց սրանք հիմնված են ազգային շահերի հիման վրա։ Մենք քննադատում ենք ոչ թե որովհետև ատում ենք, այլ որովհետև հասկանում ենք եւ տեսնում ենք, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունը արտաքին իմաստով, մասնավորապես Հայաստանի նկատմամբ չի բխում իր շահերից։ Մենք դա տեսանք թե Արցախի խնդրի վերաբերյալ, թե մենք տեսանք դա Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերում, դրա համար մենք քննադատում ենք եւ բնականաբար պետք է ստեղծենք այլընտրանք։ Իհարկե այլընտրանք ստեղծելն էլ իր հերթին ամպագորգորտող չհնչի, այսպես այլընտրանք ստեղծելու մասին խոսքերը էլի շատ տարածված թեզ է դա։ Նորից եւ նորից այլընտրանքը պետք է լինի սեփական ազգային շահերի եւ պատկերացումների հիման վրա։ Քանի որ կախյալ վիճակի մասին խոսեցինք, վերջերս Եվրամիությունը գումար է հատկացրել Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար։ Սա արդյոք միջամտություն է այս անգամ Եվրամիության կողմից։ Սա իշխանությունները, ես տեսա, որ պաշտոնյաները Եվրամիության նշել են, որ հենց իշխանություն են դիմել աջակցության համար։ Նորից պետք է գանք այդ առաջին թեմային լուստրացիային, երբ որ ասում ենք լուստրացիա, մենք նկատի ունենք միայն մեկ ուղղությամբ լուստրացիա, այսինքն եթե մենք խոսում ենք պետության անվտանգության մասին եւ ներքին իշխանությանը չմիջամտելու կարեւորության մասին, ուրեմն այդ լուստրացիան պետք է տարածվի բոլորի վրա։ Նախ եւ առաջ թող բացահայտվեն բոլոր այն մարդիկ, ովքեր համագործակցում են օտարերկրյա բազմակերպությունների, ասենք, գործակալական անվտանգային ծառայությունների հետ կամ երկրների հետ, թող պետությունը քրեական կարգավիճակներ ստեղծի, եթե անգամ չկա, ստեղծի այդ մարդկանց նկատմամբ,
եւ մյուս կողմից պետք է հանրային բարձրավանքի ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ծառայություն են մատուցում օտար երկրակազմակերպություններին կամ հատուկ ծառայություններին, երկրներին, նախ այս քայլերը թողանի, հետո նոր խոսի արտաքին նոր միջամտությունների մասին, այսինքն դիմի, որպեսզի գումար հատկացնի, որպեսզի նա պայքարի։ Պետությունը ինչի համար է, որ միջևես նա 8 տարի է իշխանությանը, մշտապես խոսում է գործականների մասին, թող բացահայտի, թող քրեական գործեր հարուցեն, թող հանրությանը ի վերջո ներկայացնեն։ Այսինքն ինչ, որ մենք դեմ ենք Ռուսաստանի հետ կախյալ հարաբերություններին, ինչ պետք է կողմ լինենք Եվրոպայի կամ այլ պետություններից կախյալ հարաբերություններին։ Եթե մենք քննադատել ենք, որ Ռուսաստանը միջամտում է մեր ներքին գործերին, ինչ պետք է ողջունենք Եվրոպայի միջամտությունը, Եվրամիության միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, ոչ, իհարկե ոչ։ Դրա համար նախ եւ առաջ իշխանությունները հստակ պետք է ամրագրեն տան կարգավիճակները թե քաղաքական գնահատակային տեսքով եւ թե քրեական պատասխանատվության տեսանկյունից հասարակությունը պարսավանքի պետք է ենթարկի բոլոր այդ մարդկանց, սկսած դերևս խորհրդային միության տարիներից այդ ծառայություն մատուցած եւ սեփական ազգային շահերին դեմ գնացած մարդկանց մասն է խոսքը, որից հետո արդեն կարծում եմ այդ դեպքում նման խնդիրներ առաջ, այո, շատ բան կփոխվի, նման խնդիրներ առաջ չի գա։ Հիմա կրկին վերադառնանք միավորմանը քաղաքական ուժերի դեր կուսակցության եւ Արման Թաթոյանի նորաստեղծ միավորման։ Ինչ ունախ Թաթոյանը, ինչ միավորվեցիք նրա հետ եւ ինչ գաղափարական ընդհանրություններ են ձեզ միացնում։ Հա, ապագայի հանդեպ մեր տեսլականը։ Սա շատ կարևոր է, որը հիմնված է որոշակի արժեքների վրա։ Մենք կիսում ենք արժեքներ, համընդհանուր արժեքներ, մենք ունենք նմանատիպ մտահոգություններ Հայաստանի ներկա եւ ապագայի հանդեպ, եւ սա այսպես առանցքային էր մեր միավորման համագործակցության շուրջ։ Հայաստանում այս բանը, այս աղետալի իրավիճակը պետք է դրթեն քաղաքական ուժերին, միավորներին կամ գործիչներին միավորման եզրեր գտնել նման այլ ուժերի հետ։ Եվ մենք ինքներս հասկանալով այս օրասական պահի հրամայականը միավորման եւ մեծ ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը ինչ որտեղ նաեւ քննարկումներ ունեցանք Արման Թաթոյանի նրա ուժի հետ եւ ստեղծեցինք այս համագործակցությունը։ Այո, ինչի Արման Թաթոյանը, որովհետեւ նա դեռևս նախկինում քաղաքականության մուտքը նոր է տեղի ունեցել, թեև բայց հենց դա է ուզում ասել, ձեզ չի կաշկանդում իշխանության այն տեսակետը, որ նա նախկին է, այսպես ասած։ Ասում են Սերժ Սարգսյանի կադրերից է։ Բոլորին հիմա այդ պիտակավորումը կպցնում են նախկին ներկա, այսպես մի թնջուկ է դարձել նախկին ներկա, չէ, մենք փորձելու ենք ազատվել այս նախկին ներկա բոլոր տեսակի այս թե խոսակցություններից եւ թե քաղաքական այն համակարգից, ինչի այսօր Հայաստանում դրված է։ Արման Թաթոյանը նոր է մուտք գործել քաղաքականություն, իր հետևում չկան քաղաքական այնպիսի քայլեր, որոնք դեմ կլինեին մեր սկզբունքայնությանը, այսինքն քաղաքական սխալները թույլ չի տվել, որի պատճառով մենք ասենք, որ ոչ, ինչ որ շատերի նկատմամբ մենք ունենք այդ այսպես դիստանցավորումը, որովհետև քաղաքականությունը դա մեր համար պատասխանատվություն է, յուրաքանչյուր մարդ իր խոսքի համար պետք է պատասխանատվություն կրի, գործերի համար պատասխանատվություն պետք է կրի, եւ սա շատ կարեւոր է։ Եվ հիմա նաև սրանով է պայմանավորված այս հանգամանքով է պայմանավորված այս դաշինքի հնարավոր ձևավորումը։ Դուք եւս կիսում եք նրա այն միտքը, որ նախագահները պետք է չմասնակցեն այս ընտրություններին։ Նրանց թիմերը։ Տեսեք, սրա մասին հայ ժողովուրդը 2021 թվականին իր կարծիքն ասել է։ 2021 թվականի արտահերթ խորհրդանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը հաղթել է ստեղծության բոլոր նախագահներին։ Եվ սա իրոք խայտարակություն էր։ Անսպասելի էր մի տեղից էլ, որովհետև նման պարտություն բերեց երկրի վրա, կապիտուլյացիոն պարտություն, նման ծանր դրության մեջ տնեց եւ գնաց եւ ստանաց 54%, քվե բացարձակ մեծ ստեղծության համանդրական մեծամասնության մասն է խոսքը նաեւ։ Սա մի կողմից ամոթ է իհարկե խոսում ենք, բայց մյուս կողմից ինչ որ բաների մասին է նաեւ վկայում։ Հայ ժողովուրդը չի ընտրել նախկին 3 նախագահներին։ Իր գնահատականը տվել է։ Առնվազն այս փուլում, եթե մենք ցանկանում ենք ազատվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, պետք է զրկենք նրան խոսելու այդ նախկին ներկա
այսպես բարապաշարից։ Անդադար մարդկանց հրամցնում են նախկինների մասին, ինչը որ շրջանակ տեղին է, որովհետև ի վերջո չկտրվենք իրականությունից։ Մենք տեսնենք, թե ժողովուրդը ինչ է մտածում նախկին իշխանությունների մասին, եւ Նիկոլ Փաշինյանը որպես ներկայ իշխանություն անդադար շահարկելու է նախկինների հանգամանքը, նախկին նախագահների հանգամանքը եւ փորձելով նորից վերընտրվել։ Իհարկե, նաեւ պետք է մի բան հավելեմ, Նիկոլ Փաշինյանի նման մարդու գոյությունը քաղաքական դաշտում եւ նրա հավակնությունները հասնել իշխանության եւ միջև հիմա պահպանել իշխանությունը, ի վերջո նախկինների մեծագույն բացթողումն արդյունքն է եղել այդ նախկին իշխանությունների։ Մասնավորապես որ բացթողման հետևանք է այս ամենը։ Հասարակության, դասիրակության, ինչը որ բոլոր իշխանությունները պետք է անեն, մեծ բացն է սա։ Մենք ձախողել ենք մեր հոգեվոր անվտանգության ապահովումը, որովհետև ազգերը, որոնք գիտակցում են ինչ է պետությունը, ունեն արժեքներ, հստակ արժեքներ եւ իդեալներ, որոնց համար պատրաստ են անգամ գնալ զողողությունների, երբևիցե չեն կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի նման մարդուն որպես Հայաստանի վարչապետ։ Չեմ խոսում առաջին 2 տարիների մասին, խոսում եմ 2020 թվականի պատերազմի ամոթալի պարտությունից հետո։ Եթե մենք չտապալեինք մեր հոգևոր անվտանգության ձևավորումը կամ ամրապնդումը կամ պահպանումը, թե մենք չտապալեինք ժողովրդի դասիրակությունը, վստահաբար Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պարտությունից հետո իշխանության մնալ չէր կարող։ Այսինքն արժեքային շատ բաներ են աղավաղվել այդ տարիներին եւ իհարկե, ոչ միայն մենք անկախ պետություն դարձանք։ Դա իրենից նվեր չի ենթադրում, այսինքն ուղղակի դու անկախ պետություն ես։ Հստակ քայլեր, գործեր եւ պատասխանատվություն։ Ինչ մեր պետությունը չարեց։ Որոշ դրական բաներ իհարկե միշտ էլ կարելի է որոշ դրական բաները նկատել, բայց մեծամասամբ մենք տեսնում ենք, որ այդ ամեն ինչը ձախողվեց։ Պետք է տեղի ունենային, տեսեք, արժեքային եւ տրամաբանական մեծ խեղաթյուրման օրինակներ նշեմ։ Այսօր Հայաստանում դերևս պահպանվում են, այսպես գալիս է հարցադրություն, տեսնում ես ճանապարհներին անդադար այսպես խորհրդային գործիչների անուններով փողոցներ, հրապարակներ։ Սա մեծ խնդիր է։ Մարդկանց առօրյայում թվում է, թե ինչ խնդիր կա, փողոց է, անուն է, բայց չէ, սա հենց պետության կամ պետական մտքի բացակայության արդյունք է։ Մենք մի կողմից խոսում ենք Գարեգին Նիժդեի մասին որպես ազգային հերոս, որը փրկեց Սյունիքը, կռվեց անունը Հայաստանի հայ ժողովրդի, մյուս կողմից Գարեգին Նիժդեի հրապարակում դրված է շատ կարկառուն կոմունիստական բոլշևիկյան գործիչ Սպանդերյանի արձանը։ Նույն այս իշխանության տարիներին մենք տեսնում ենք քաղաքապետարանը շատ արագ փոփոխություններ անում, այդ դեր ասած լավ անուններով, հայկական հայտնի մարդկանցով անուններակոչում, բայց դա չի ստորադասում այն մեծ խնդիրները, որ այս իշխանությունը ստեղծել է մեր երկրում։ Այսինքն դա կարևոր է, բայց որ երրորդականն է։ Իհարկե, ճիշտ եք ասում, բայց մենք խոսում ենք նախկին տարիների միջև Նիկոլ Փաշինյանին հասնելու ժամանակաշրջանի մասին, որովհետև հարցը ինչն է տապալվել, մենք խոսեցինք հոգևոր դաստիարակության, հոգևոր անվտանգության մասին, հետո խոսում ենք արժեքների մասին, եւ սրանք ցայտուն օրինակներ են։ Մի կողմից Պարսավանքի չենթարկվեցին են մարդիկ, ովքեր որ համագործակցում էին խորհրդային իշխանությունների հետ, ընդդեմ Հայաստանի շահերին, ԿԳԲ-ի հետ, ովքեր մաս էին կազմում հալածանքներին եւ ռեպրեսիոն քաղաքականությանը։ Մյուս կողմից, մի կողմից հերիք չի դատապարտվեց այդ ամեն ինչը, մյուս կողմից մեծ հաշվով քաղաքականությանը ենթարկվում այդ մարդիկ, իրենց արձաններն են տեղադրվում, իրենց անուններով փողոցներ են անվանակոչվում։ Սա հենց այդ արժեքային եւ տրամաբանական մեծ հակասությունն է։ Սրանց մասն է խոսքը, որ հայ ժողովուրդը չդաստիարակվեց որպես քաղաքական ազգ։ Այսինքն մտածողության խնդիր կա։ Այո, մտածողության խնդիր, եւ դա պետք է իշխանությունները անեին։ Ոչ միայն չէին անում, այլ մի հատ ընդհակառակ։ Հակառակ դա չէին դաստիարակում, որը նորմալ է։ Յուրաքանչյուր իշխանություն, նամանավանդ նոր անկախ պետության իշխանությունները պարտավոր են։ Որտեղ տեսեք, մենք 1000 տարի չենք ունեցել պետություն։ Իհարկե չենք հաշվում 2 տարիների 1918-1920 թվականների 2 տարիների փորձը։ Դա շատ կարճ էր, թե որ տեսնում ենք այն ժամանակվա իշխանությունները, այո, սկսել էին քայլեր իրականացնել ժողովրդին քաղաքականապես կրթելու, դաստիարակելու համար։ Մենք 1000 տարի չենք ունեցել պետություն, այսինքն ունենք պետական մտածողության ձևավորելու խնդիր։ Արդյոք Հայաստանում
անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանությունները իրենց արժև խնդիր էին դրել հասարակության մեջ, ժողովրդի մեջ ձևավորել պետական մտածողություն։ Մենք տեսնում ենք, որ եթե անգամ որոշ շրջանակներ ձգտում էին դրան, միևնույն է տապալվել է նաև այդ աշխատանքը։ Վերադառնալով կրկին միավորմանը, դուք ձեր խոսքից հասկացաք, որ նախկին իշխանության ներկայացուցիչների, եթե մասնակցեն ընտրություններին, միավորումները իրենց հետ բացառում եք։ Միանշանակ բացառում ենք։ Ի վերջո, ինչպես նշում ենք, դա իրենց իրավունքն է մասնակցության մասով։ Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների թիմերի հետ Դա համագործակցություն։ բացառված է համագործակցությունը, այսպես հստակ նշենք, բացառված է համագործակցությունը նախկին նախագահների հետ, նրանց թիմերի հետ, նրանց հետ ասոցացվող ուժերի հետ, գործիչների հետ, սա նույնպես շատ կարևոր է։ Եվ մենք փորձում ենք, եթե լինեն ուժեր, լինեն քաղաքական գործիչներ, անհատներ, կամ ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ մասնակիցներ, որոնց հետ պետք է համագործակցենք, դրանք պետք է կապ չունենան, այդ մարդիկ պետք է կապ չունենան այդ նախկին ներկա այս բավական բարդ բան եք ասում, այդպես նախկինների հետ, ներկաների հետ կապ չունեցողներ գրեթե չկան քաղաքական դաշտում։ Այո, շատ դժվար խնդիր է, բայց մենք պետք է ի վերջո գնանք դեպի ապագային։ Հերիք է մեզ ասեն նախկին, ներկա, նախկինից են կողմ ներկա, ներկայից են կողմ նախկին։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ոչ մեկ չէր մտածում, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա գալ իշխանության։ Ես հիշում եմ իր հանդեպ վերաբերմունքը։ Այդ տարիներին իմ քաղաքացիական ակտիվության տարիներն էին, եւ ես հիշում եմ մարդիկ ինչ էին խոսում եւ բացառում էին նրա իշխանության գալը։ Եվ հետագայում թե հորիցս լսելով եւ թե այլ մարդկանցից կարդալով որոշ բաներ տեսնում եմ, որ յուրաքանչյուր իշխանության ժամանակ միշտ ասում են բասա չլինի, բա ով լինի, այսինքն այդ թեւով որ խոսքը կա։ Ինչը որ հիմա ասում են Նիկոլ Փաշինյանի վրա, ասում են Նիկոլ Փաշինյանը չլինի, ով լինի, դա ասել են 30 տարի։ Հիմա այսրան գումարվել է նոր մի բան։ Եթե սա չի փաստորեն, նրանք են։ Չէ, այդպես չի։ Պետությունները, քաղաքական ազգերը պետք է միտված լինեն միշտ ապագային, միշտ նոր մարդկանց։ Փորձեն գտնել իրենց մեջից լավագույններին, ովքեր ունեն քաղաքական սխալներ։ Վստահ են եւ գուցե սխալվեն մյուս կողմից։ Այնպես չի, որ անպայման գտնեն ինչ-որ մեկին, ընտրեն հաստատ ճիշտ է լինելու այդ ընտրությունը, բայց մշտապես պետք է գնան դեպի ապագա։ Ես հիշում եմ 2018 թվականի այսպես շակերտներով ասած Թավիշյա այդ հեղափոխական գործընթացի ժամանակ, այդ միտինգների ժամանակ մարդիկ չէին ասում մենք սա անում ենք Նիկոլ Փաշինյանի համար։ Ասում էին մենք սա անում ենք, որպեսզի փոփոխություն լինի, հետո թող ժողովուրդը որոշում կընտրի եւ այդպես ի վերջո այդ լճացած վիճակից դուրս գանք։ Ընտրությունները նույնպես քաղաքական գործընթաց են եւ մարդիկ պետք է իրենց հարց տան։ Եվ մի ուղղակի բարձրաձայնում, այսպես բարձր մտածենք, ինչ է նշանակում, եթե չքվեարկենք Նիկոլ Փաշինյանին, վերադառնալու է Քոչարյանը կամ եթե Քոչարյանը չնի։ Այսինքն եթե չընտրես նրանց, ինչպես պետք է գան իշխանության։ Ուղղակի հայ ժողովուրդը որոշի մի բան չընտրել բոլոր այն մարդկանց, ովքեր այս կամ այն չէ մաս են կազմել կամ իրենց մասնաբաժին են ունեցել Հայաստանի այս աղետալի իրավիճակում։ Բայց սոցիոլոգիական հարցման տվյալները կարծեք թե այդ բանի մասին են խոսում իշխանություն, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, հետո նոր մյուս ուժերը։ Այո։ Եվ սա մասն է խոսքը, փակ համակարգի մասն եմ խոսում։ Եվ սա խնդրահարույց է իրականում։ Այլև նոր մարդիկ չկան քաղաքական դաշտում, իհարկե Սամվել Կարապետյանի ուժը նոր ձևավորված ուժ է, այդ մասին բան չեմ ասում, բայց իհարկե լավ ուրիշ, այսպես էլի նույն համակարգի մասն ենք մենք գնում, նույն էս փակ շղթան է։ Այդ ես մի խոսք Արթուր Մեսչյանի երգերից ասում եմ, անիվս սայլի նորից կոտրվեց իր սիրած փոսում։ Հիմա մենք նորից մեր սայլի անիվը նորից նույն փոսում պետք է կոտրվի։ Եթե մենք բովանդակային մեր մտքերում բովանդակային փոփոխություն չունենք, այո, շատ ցավալիորեն, բայց այդ մեր սայլի անիվը նորից է կոտրվելու եւ ամեն անգամ կոտրված անիվը մեզ մի նոր արհավիրքի է բերելու։ Այսքանը, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։